փոխում շուտ ապակիպի առավոտ չստացվեցին զանգս ես որ կարողանամ հետը խոսել, բայց անշուշտ աշխատում այցելում որ տեսնեմ։ Սա որպես նախապատ։ Իսկ երկրորդը այդ զուտ իրավիճակի մասին։ Պետք է ասեմ, որ բոլորս ենք նկատում, որ այս մի ընտրարշավը տարբերում է մնացած ընտրարշավներից եւ այդ տարբերություններն են, որ ըստ երևույթին պետք է ներկայացնել հետաքրքրություն։ Տարբերությունները չեն խոսում առաջադիմության կամ մեր նվաճումների մասին քաղաքական դաշտում, հակառակը։ Ես համոզված եմ եւ բազմիցս արտահայտել եմ այդ միտքը, որ պետք է համարենք այս ընտրություններով այսպես փակագիծը փակվող մի ժամանակահատվածի փակագիծը փակվելու մի ժամանակ, երբ որ բոլոր այն սեփ տեխնոլոգիաները, բոլոր բռնություններով կամ այլ ձևերով ընտրությունները, որոնք ընթանում են 1995 թվականից, ես համոզված եմ, որ այլևս այս մի ընտրություններով պետք է վերջ դրվի թե այն սերնդի, այն ալիքի վրա եկած սերնդի այսպես ներկայացվածության, այսքան ներկայացվածության դաշտում, եւ թե կբերի բոլորովին նոր տեխնոլոգիաներ։ Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության հասունությունը, օրից օր ուժեղացումը կբերի իր հետ բոլորովին այլ իրավիճակ։ Ես համոզված եմ, որ մենք մյուս ընտրություններին կունենանք բոլորովին այլ կարգախոսներ, այլ դեմքեր եւ ինչու պետք է բացառենք եւ հնարավոր է բոլորովին այլ մթնոլորտ։ Այս մթնոլորտը, որը այսօր տիրում է Հայաստանում, անգամ եթե չլիներ այդ դեպքը կապված պարոն Հարիկյանի հետ, ես գնահատում եմ որպես մեր երկարատև քաղաքական դաշտում հետընթացի եզրափակիչ թույլ, բայց ոչ որևէ նվաճումները մեզ սպասում են առջևում։ Այսքան։ Պետք է նորարարության հաղորդակցության ում է ձեռնարկում ձեր կարծիքով։ Ես պետք է ասեմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը տրամաբանություն չի ճանաչում։ Ու այս առումով հասկանալի է, որ առաջինը պետք է բացառես իշխանությունները։ Երևի թե բոլորը արդեն արտահայտվել են այն առումով, որ առնվազն կեսից ավել ձայները այս իրավիճակում, որը ես որպես հետընթացի վերջի փուլ եմ համարում, կարծես թե հասկանալի է, որ պետք է իշխանության այսպես ասած օգտին լինել, թեկուզ չակերտներում լինի, բայց թվերում դա այդպես կլիներ հասարակ։ Ընդ որում կարող է պատահել ոչ այնքան հենց ընտրությունների ժամանակ կերտիկներով, ինչքան այս կերծված ժամանակահատվածով, ես դա կրկնելու եմ անընդմեջ, այսինքն հենց կերծված ժամանակահատվածն է բերել նրան, որ այսօր մենք չպետք է փնտրենք, թե ում է դա ձեռնտու։ Այս ամենով փաստորեն ստացվում է, որ դա մի խառնակցություն է, որի մեջ շահագրգռված են ինչ-որ ավելի քան մխտոր ուժեր ասեն, թե թույլեր ասեն, որովհետև ես չեմ կարծում, որ այսպիսի քայլը դա ուժի մասին է վկայում, դա վկայում է խառնակցության մասին, դա վկայում է խարդախության մասին, եւ ես կարծում եմ դա որևէ մի ավել նպաստավոր դա չի, որևէ մեկի համար, դա վատ է եւ երկրի համար, եւ ցանկացած լուրջ քաղաքական ուժի համար։ Երեք գիշերը բոլոր տեխնատները նշում են, որ սա քայլեր ուղղված իշխանություն են, այդ գնահատականը։ Ես կրկնում եմ, որ դա իշխանությանը օգուտ չէր, դա հստակ է, եւ դա ես արդեն ոչ թե իշխանության մասին եմ խոսում, ես երկրի մասին եմ խոսում, դա երկրի դեմ է, որովհետեւ կրկնում եմ, որևէ մի հասունացած իրավիճակ, ես պետք է իդեպ վատ բաներ ասեմ, նույն 99 թվականը 27 հոկտեմբերի այդպես խախանդ ժամանակ չէր այդ ժամանակ, բավականին լարվածությունը շատ մեծ էր 99 թվականի ընտրություններից հետո պարլամենտական սարսափելի լարված վիճակ է, նույնը կարող եմ ասել մարտի 1-ի մասին, դժվար է պատկերացնել, որ ասենք թե
սեպտեմբերից սկսած 2007 թվականից մինչև մարտի 1-ը իրավիճակը դժվար է համեմատել իրավիճակի հետ, որևէ այդպիսի ուժգնություն չուներ երկրում հասարակությունը։ Դա բացարձակապես ներդրված մի տեխնոլոգիա է, ես չեմ ասում դրսի, ես այդպիսի տեղեկություններ չունեմ, բայց որ դա խառնակցություն է, դա եւ երկրի դեմը դա մեկից մեկ։ Ես համոզված եմ, որ մենք առանց այդպիսի իրավիճակների կարող ենք շտկել մեր երկրին։ Լինի դա այն ծայրահեղ մեթոդը, որը որ կիրառում է Անդրեաս Ղուկասյանը, իդեպ ես պետք է ասեմ, որ ես անժամկետ հացադուլների դեմ եմ, դա բացառ, ես ուղղակի դա գտնում եմ սխալ բան, դա պետք է անպայման ժամկետը հայտարարվել, ինձ ասեցին, որ կարծես թե հայտարարվել է, որ մինչև ընտրությունները դա արդեն իսկ ինչ-որ մի ավելի բան է, որտեղ սկզբից տարածվեց, որ անժամկետ է։ Լինի այդ մեթոդը, լինի Արման Մելիքյանի պահանջը, որը ես վերին աստիճանի տեղին եմ համանում և գնահատում եմ որպես քաղաքական պահանջ։ Ափսոսում եմ, որ չեղավ այն միավորումը թեկուզ որևէ մի պահանջի շուրջ այն, ավելի ես պետք է ասեմ, չասեմ լուրջ, որ չվիրավորեմ մնացածներին, բայց ավելի քաղաքական դաշտում հայտնի թեկնածուները, լինի դա Պարույր Հայրիկյանը, լինի դա Ռաֆի Հովհաննիսյանը, լինի դա Հրանտ Բագրատյանը, ընդ որում կապ չունի արդեն, թե բացասական ու դրական կարծիքների բալանսը ինչպիսին է այդ մարդկանց մասին։ Պարզապես դրանք գործով քաղաքական անձիկ են ու ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե իրենք կարողանային ոչ թե փոքր ինչ այդպես հատվածական, այլ գոնե Արման Մելիքյանի այդ պահանջը, որը որ հնչեցվել է Եվրարարության կողմից դեռ անցած տարի, որ մենք հստակեցնենք, ինչքան է որևէ մի ամսաթիվը, ինչքան բնակիչ ուներ։ Հետագայում, եթե ինչպես ասում են, նրանք կարող են բոլորը գան ու քվեարկեն, թող գան ու քվեարկեն։ Վերջապես ժամանակի ռեալ մասշտաբի մեջ մենք լավ գիտենք, ինչքան մարդ կարող է վերադառնալ եւ կան վստահելի այդպիսի աղբյուրներ։ Այն, որ դրանք չգնաց իշխանությունը, ես կարծում եմ, այդ դա հարված էր իշխանությանը։ Ինքը իրեն հարվածեց դրանով։ Կրկնում եմ, եթե այդտեղ է թաղված շանգլուխը, ուրեմն կեղծված է եւ կեղծիքը լինելու է եւ այս անգամ։ Սա է ստացվում։ Այնինչ հասարակության մեջ կար այն կարծիքը, ես էլ եմ գտնում, որ ընդդիմության ոչ ճշգրիտ քաղաքականության, ոչ ճշգրիտ մարտավարության եւ ռազմավարության շնորհիվ է, որ հասարակության մեջ այդ ստեղծվեց այդ վակուումը, այդպես չհագեցված մարմաճը, որ վերջապես կգան այն ուժերը, որոնք կտանեն իր հետևից եւ կշտկեն այն ինչ որ շտկելի է։ Ես որևէ մի բան չեմ տեսնում Հայաստանում, որը հնարավոր չի շտկել բավականին կոնկրետ ու կարճ ժամանակի ընթացքում։ Չկա այդպիսի բան։ Ես համոզված եմ, որ մեր ներուժը, ժողովրդի ներուժը, հասարակության ներուժը բավական է, որ մենք դա անենք առանց որևէ էքսցեսների։ Այսպիսի դեպքերը ես կարծում եմ, որ պետք է բացառվեին, իդեպ անգամ մարտի 1-ին ես էլի գտնում եմ, որ այն տեխնոլոգիան, պատուհաններ ջարդը եւ այլն, դա ոչ թե քաղաքացիական հասարակության պրոտեստային այդ խմբի գործն էր, այլ էլի սադրիչների գործ էր։ Իմ համոզմունքը ես մի պահ անգամ դրա չեմ կորցրել դրա մեջ։ Այսինքն դա այն մեթոդը չի, որով գործում է անգամ մեր ամբողը, Դա ես պարտադիր համարում եմ, որ այստեղ սադրիչների գործ է։ Եվ նույնը այստեղ է, թե դա որ մեկ կլինի, ես հուսամ, որ սա մարտի մեջ չէ, վերջապես այս անգամ գոնե կգտնեմ, թե այդ օրը, որը որ կրակում է ոչ միայն Պարույր Հայրիկյանի վրա, այլև մեր երկրի վրա։ Ես համոզված եմ, որ դա այդպես է։ Երեք Արման Մելիքյանը գիշերը այցելել էր, ասաց, որ նույնիսկ պատրաստ է իշխանություններին օգնել այս հարցում, այս իրավիճակը հաղթահարելու, չէ՞ կարծում կարող է այս միջադեպը դառնալ բոլոր տեխնացիներին կոնսոլիդացնող հանգամանք, որպեսզի բոլորը միահամուռ այնպես անեն, որ ցույցությունները իսկապես լավ անցնի, քանի որ սա հենց պետության բնորոշ է։ Գիտեք, ես ընդհանրապես լավատես եմ, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Հարցը այն է, որ մեր ընդդիմադիր ուժերը եւ այսօր անգամ այն մարդիկ, ովքեր որ
դուրս են եկել այսօր եւ ուզում են պայքարել, իրենք ունեն բոլոր դեպքերում վերին աստիճանի տարբեր